Ողջունում եմ ձեզ, այսօր մենք խոսալու ենք բրածոներից մեկի մասին, որը Հայաստանի մոտակայքում է հայտնաբերվել եւ շատ հետաքրքիր է։ Դա հելիկարպիոնի ներքին ծնոտն է եղել։ Հելիկարպիոնը ձկների տեսակ է, կրճիկավոր ձկների տեսակ, որը ապրել է 550-560 միլիոն տարի առաջ պալեոզոիդ շրջանում, Պերմի ավելի շուտ, եւ այդ ձկնիկը իրանից ներկայացնում էր 7 մետրանոց մինչեւ 7 մետր երկարություն ունեցող հսկայական շնաձկաննման գիշատիչ, որը օժտված էր ներքին ծնոտով, որը իր տեսքով ավելի շուտ հիշեցնում էր ինչ-որ մի հորր ֆիլմի դեկորացիա, կլոր դիսկաձև սղոցատիպ ատամնաշար, որը նախատեսված էր փափկամարմին ցեֆալոպոդների մարմինները մասնատելու, կտրտելու եւ վերջապես կուլ տալու համար։ Մեր մնացորդը, որը այս նկարում կա, դա հայտնաբերվել է Նախիջևանի Ավթանում Հանրապետությունում, մոտակայքում է Հայաստանի, այսինքն դա ապացուցում է, որ Հայաստանի տարածքում նույնպես շատ մեծ հնարավորություն կա այսպիսի կենդանիների մնացորդներ գտնել։ Նրանք շատ հետաքրքիր կենդանիներ են, ժամանակակից գիտությունը վերջերս է պարզել, թե որտեղ ծնոտը գտնվում։ Առաջվա թեորիաներում ծնոտի դիսկը, քանզի որ կրճիկավոր ձկները չունեն ոսկորներ եւ միայն ատամներն էին մնում, կարծում էին, որ կարող է լինել քթի վերևը տարբեր մասերում, բայց նույնիսկ լողակի վրա էին պատկերացնում որոշ գիտնականներ, բայց իրականում պարզվեց, որ նա գտնվում է ներքին ծնոտում եւ ծնոտը փակելու ժամանակ գրեթե չի երևում։ Հելիկարպիոնները մի քանի տեսակ են եղել, խումբ է եղել ընդհանուր եւ շատ տարածված են եղել պալեոզոյի ծովերում եւ օվկիանոսներում։ Հիանալի կենդանիներ, որոնք զարմանալի շատ մոտիկ են ապրել Հայաստանի Հանրապետության ժամանակակից տարածքին։